Ողջույն եւ բարի գալուստ առաջին հայալեզու մատնահարդարման YouTube-յան ալիք։ Ես գիտեմ, որ անհամբեր սպասում եք նոր հոլովակի եւ ես բերել եմ այն։ Ձայնից համար կներեք մի փոքր վատ առողջ եմ, բայց դա ինձ չի խանգարում աշխատել։ Սիրով ձեզ եմ ներկայացնում այսօրվա աշխատանքը։ Հաճախորդու մոտ կար դեպի վեր աճող եղունգ։ Իդեպ նա ասաց, որ սկզբում բոլոր եղունգներն են եղել այդպիսին, բոլորը կարգավորվել է եւ մնացել է միայն բութ մատինը, որը ահա այսպիսի կարճլիկ է իր եղունգի մարմնով եւ դեպի վեր աճող։ Եկեք տեսնենք, թե նմանատիպ եղունգի հետ ինչպես պետք է աշխատել։ Նախկին նյութը հեռացրել եմ ամբողջությամբ, որովհետև արդեն իսկ բոլոր եղունգների վրայից այն պոկված էր։ Իսկ եթե պոկված չի լինում ու հատկապես ամրեցնող շերտ է լինում, ապա նմանատիպ եղունգի դեպքում հանում ենք նյութի գունային շերտը եւ փորձում ենք հիմնականում եզրի մասից շատ հանել նյութը, իսկ փորիկի հատվածում այն թողնել։ Իսկ հիմա արդեն մաքրում եմ կուտիկուլայի հատվածը։ Ասեմ, որ նմանատիպ եղունգի դեպքում առավել ուշադիր պետք է լինել եւ աշխատելու ոճն էլ փոխվում է։ Մեր ալմազե ֆրեզան սկսում է աշխատել ավելի պարկած դիրքում ու ավելի շատ թեքությամբ, որովհետև այս դեպքում մատրիքսը վնասելը եւ անգամ միայն ոչ մատրիքսը, նաեւ եղունգի մարմինը վնասելը շատ հեշտ է, քանի որ եղունգը ուղիղ չէ եւ ոչ էլ դեպի ներքև է աճում, այլ ընդհակառակը բարձրանում է դեպի վեր։ Այսօրվա աշխատանքում դուք կտեսնեք ոչ թե կտրելով եւ մոդելավորելով այլ լիցքանյութերով այս եղունգը, այլ հենց այս եղունգի վրա ինչպես վիզուալ արդեն իսկ ստանալ այնպիսի եղունգ, որը այնքան էլ տեսք չունենա դեպի վեր աճող։ Նախկին աշխատանքը իմը չի եղել, բայց պարտադիր ցանկանում եմ նշել, որ հատկապես դեպի վեր աճող եղունգների դեպքում իդեալական է, երբ որ այն լինում է քառակուսաձև, որովհետև երբ որ դեպի վեր աճող եղունգները դարձնում ենք նշաձև կամ թեգուզ եւ օվալաձև, դրանք ավելի ճանկերի տեսք են ունենում։ Իսկ երբ որ լինում են քառակուսի, ունենում են կախված ականջիկներ, որը կրկին վիզուալ կոտրում է դեպի վեր աճող տեսքը։ Ասեմ, որ մոդելը ունի փոքրիկ բալիկ եւ նա խնդրեց, որպեսզի հնարավորինս բոլոր եղունգները լինեն շատ կարճ, բայց կոնկրետ բութ մատի դեպքում այդ անել չենք կարող, որովհետեւ ուզենք թե չուզենք, մի փոքր երկարություն ենք թողնելու, որպեսզի կարողանանք վիզուալ գեղեցիկ եղունգ ստանալ։ Իսկ երբ որ այս եղունգը ավելի կարճացնենք, եթե նկատում եք, եղունգի մարմինը շատ փոքրիկ է, զուտ էսթետիկ տեսքը նրա գեղեցիկ չի լինում։ Այստեղ ձեզ ցույց եմ տալիս կուտիկուլայի հատվածը, յուղազրկել ու մաքրել եմ փոշուց բժշկական սպիրտի օգնությամբ կամ nail brand-ի սպիրտի օգնությամբ, որը նախատեսված է հենց մատնահարդարման եւ ոտնահարդարման համար։ Այսպիսով դեռ ոչինչ չեմ արել, ոչինչ չեմ խարտել։ Միայն մակերեսն է մշակված խարտոցի օգնությամբ։ Այսինքն մակերեսը նախապատրաստված է, կատարված է մեխանիկական ադգեզիա, հետո նաեւ քիմիական ադգեզիա։ Քիմիական բառից մի անհանգստացեք, ոչ մի քիմիա վտանգավոր բան չի օգտագործվել այստեղ, զուտ կատարվել է, եթե ասում եմ քիմիական ադգեզիա, ուրեմն պատկերացրեք, որ սպիրտով ուղղակի յուղազրկած է։ Այսպիսով, բարակ, կերատինի շերտը քսեցի եղունգի վրա, ուղարկեցի լամպ չորացավ, իսկ հիմա աշխատելու եմ գելով։ Ստեղծում եմ թացատակ, որպեսզի դնեմ կաթիլը եւ հարթեցնեմ։ Բայց այդքան արագ չեմ անցնում հարթեցման process-ին, որովհետեւ նախ եւ առաջ այս անկյունիկները կառուցում եմ, ինձ համար պակասում էր այս անկյունիկները քառակուսի եղունգ ստանալու համար։ Մի փոքր այսպես եզր ենք ստանում, աստիճան ենք ստանում եւ ուղարկում ենք լամպ չորանալու։ Դրանից հետո նոր կանենք հարթեցման շերտը։ Քսեցի եղունգի վրա կերատին, որովհետև երբ որ հաճախորդը եկել էր, նրա 10 մատի վրա շատ խոշոր ասլոյկաներ կային։ Իդեպ այս եղունգների հետ աշխատանք էլի եմ տեղադրել, դուք տեսել եք այն եղունգը, որը ես ցույց էի տալիս, թե ինչպես հեռացնել, երբ որ ամբողջությամբ պոկված է եւ միայն եզրի հատվածն է կպած մնացել։ Եղունգը չորացել վերադարձել է, կրկին թացատակը ստեղծեցինք ու դնում ենք կաթիլը գելով։ Աշխատում ենք այնպես անել, որ նյութի քանակը գերակշռի եղունգի վերին հատվածում եւ մեջտեղի հատվածում։ Դեպի եզր նյութը հնարավորինս պետք է քչանա, այնքան քչանա, որ թվում է թե գեղեցիկ հաստ շերտով նյութը կա, բայց իրականում շատ բարակ է, որովհետև եղունգը դեպի վերև է աճում։ Ահա այստեղ նայեք, այս этаպում կողքից ցույց եմ տալու ձեզ ինչպես եմ ուղում։ Տեսեք, գելի կաթիլը որքան մեծ է այս եղունգի դեպքում։ Կարող էի նաև ամբողջությամբ կտրել այս եղունգը եւ կառուցել, տեսեք ինչքան քիչ է եզրի վրա, փորիկի վրա ինչքան շատ է նյութը։ Եվ կարող էի կառուցել նորից այս եղունգը, բայց նմանատիպ եղունգի դեպքում ավելի նախընտրելի է, որ մեջը կա հենց բնական եղունգը։ Գիտեք ինչի համար։ Եթե այս եղունգը կտրում ենք եւ փորձում ենք կառուցել արդեն ավելի ուղիղ, բայց մեջից մեր բնական եղունգի մարմինը դեպի վերև է ձգված, ապա ստրեսային զոնայում նյութի քանակությունը այնքան քիչ է մնում, համեմատած նրա ապեքսի եւ համեմատած եզրի, որ կոտրվելու հավանականությունը դառնում է մինչեւ անգամ 80%։ Առավել եւս, երբ որ այստեղ ես բոռապարատով
կարճացնում եմ եղունգը, խարտոցով էլ մշակում եմ, էլ ընդհանրապես կարիք չկար այս եղունգը կտրել, լցնել, այդ դեպքում անգամ եղունգի մեջ նյութի մեջ այլևս չէր լինի բնական եղունգը, այլ կլիներ միայն լիցքանյութ, այն էլ ստրեսային զոնայում սեղմված։ Այս եղունգի հետ մի փոքր մակերեսի հետ անպայման աշխատում եմ, որովհետև ինձ պետք է, որ եզրը հնարավորինս ավելի ցածր իջնի, որպեսզի վիզուալ դեպի վեր աճող տեսքը մենք կոտրենք։ Այստեղ ուշադրություն, ըստ հաճախորդի ցանկության, եզրերը խարտվել են մի փոքր դեպի ներս, ինչպես որ նկատեցիք։ Սա պարտադիր եմ շեշտում, որովհետև գիտեմ, որ շատերը կասեն, որ եզրերը կառուցել էիր նույնաջան, ինչի նորից խարտեցիր դեպի ներս, ասեմ, որ ըստ հաճախորդի ցանկության արեցինք եւ ինչ որ միտեղ էլ շատ համաձայն եմ, որովհետև առանց այդ եղունգի մարմինը փռված է, փոքրիկ է եւ մի փոքր դեպի ներս խարտածը վիզուալ ավելի էսթետիկ գեղեցիկ է դարձնում։ Իսկ հիմա գործը մի քանի անգամ արագացնելու համար անմիջապես եղունգը ծածկում եմ գույնավոր տոպով։ Այսինքն կարող եի սրա վրա եւս մեկ շերտ բազա քսել, հետո մեկ շերտ էլ գույն ավելացնել, հետո չորացնել, հետո մի հատ էլ տոպով ծածկել։ Այդ ամենի փոխարեն միանգամից վերցրեցի 5 մեկում տոպը Nunail brand-ից ու ստացա այսպիսի մակերես։ Գույնը, հարթեցումը, տոպը միանգամից։ Արդյունքում այսպիսի աշխատանք ստացվեց, վիզուալ մեր դեպի վեր աճող եղունգը բավականին իջեցրեցինք դեպի ներքև եւ դարձրեցինք ավելի կոկիկ։ Շնորհակալ եմ, որ անհամբեր սպասում եք իմ հոլովակներին, սիրով նաեւ ձեզ հրավիրում եմ մասնակցել իմ դասընթացներին ամեն ամսի 1-ից սկսվող իմ նոր կուրսին, որը այդքան մեծ պահանջարկ ունի։ Այս հոլովակի վերջում կտեսնեք գովազդը, կարող եք գրել իմ Instagram-ի էջին ցանկացած երկրից եւ մասնակցել այդ դասընթացին։ Եվ այդ դասընթացի համար նաեւ ստանալու եք փաստաթուղթ, դիպլոմ կամ սերտիֆիկատ կամ երկուսը միասին ըստ ուսանողի ցանկության։ Բազմաթիվ ուսանողների խնդրանքով Մարտի 1-ից եւս գործում է այս կուրսը, քանի որ փետրվար ամսվա համար գրանցումներն այլևս ավարտված են, խմբերում տեղ չկա, մարդ չեմ տեղավորում։ Ես բացել էի ապրիլ ամսվա համար նախատեսված կուրս, որտեղ եւս աղջիկները սկսել են գրանցվել, բայց պահանջարկը շատ մեծ է եւ փետրվար ու ապրիլ ամսվա արանքում ունենք նաեւ մարտ։ Այնպես որ հենց հիմիկվանից կարող եք գրանցվել մարտ ամսվա մարտի 1-ից սկսվող դասընթացների համար, որը 2 ամսյա կուրս է on-line եւ արժեքն էլ 25000 դրամ է։ Գրում ենք իմ Instagram-ի էջին, ստանում ենք պայմանները, ծանոթանում ենք մանրամասն եւ գրանցվում ենք, որովհետեւ ժամանակ չկա, տեղ չկա։ Սա ես ասում եմ ամենայն լրջությամբ, որովհետեւ փետրվար ամսվա's ամենափոքրիկ կուրսը արդեն 22 հոգանոց է on-line։ Էնպես որ չեմ ուզում շատ խտացնել, մարտի համար հենց հիմիկվանից ենք գրանցվում եւ պահում ենք մեր տեղը։ Խնդրում եմ ուշադիր լսեք ուսանողից տված հարցը։ Մի բան է հասնեմ իմ մեջան, ասենք տեսնում են, որ բոլոր ասենք աղջիկներն նույնպես հասկանում են, որ այդ YouTube-յան ալիքներով գել անում են ու վերջում ոչ թե ծայրեր, այլ վրայից ասենք հիմնական կես ժամ խարտում են դրանք ու ժամանակը դրա վրա ծախսում են, բայց քո գործերի մեջ մի հատ չկա, որ ասենք մի տեղ հա ծայրերը դու տեսնում ես խարտում ես, տակից հանում ես, բայց վրայից որ ասենք խարտես էլի, այդ ո՞նց է ստացվում, այդ դա էլ կարաս մեզ բացատրես։ Իհարկե կբացատրեմ, հիմա սիրով ուսանողին ու դուք էլ կիմանաք։ Ահա, Շողիկ ջան, շատ լավ հարց ես տալի, հիմա սիրով քեզ կպատասխանեմ։ Ուրեմն տեսեք, միշտ բոլոր դասընթացների սկզբում ես ասում եմ, որ սիրելի ուսանողներ, ես ձեզ սովորացնելու եմ ամենահեշտ, ամենաարագ տեխնիկաները, որոնց վրա դուք ծախսելու եք քիչ նյութ ու քիչ ժամանակ։ Որովհետև հիմա բոլոր հաճախորդները վազելով գնում են մասնագետների մոտ, ովքեր որ ծախսում են քիչ ժամանակ, բայց անում են թույն գործեր։ Ու դրա համար ես սովորացնում եմ առանց խարտելու տեխնիկաները մեծամասամբ։ Ու այն որ հիմա նոր տեսնում ինտերնետով մարդիկ դնում են առանց խարտելու տեխնիկայով դաս եւ այլն, այդ ամեն ինչը ես դեռ արել եմ 8 տարի առաջվանից ու մինչեւ հիմա անում եմ տենց ու տենց էլ սովորացնում իմ ուսանողներին, որի շնորհիվ դուք եթե անգամ մանավանդ սկսնակները մեկ մատի վրա եթե 5-ից 7 րոպե ժամանակ ծախսեցին, հաշվեք դուք մի գործի մեջ մենակ խարտելու վրա 70 րոպե ժամանակ եք ծախսում։ Ու դրա համար ես սովորացնում եմ ամենահեշտ, արագ ու մաքուր տեխնիկաները։ Այնպես որ եթե դուք եք ուզում տենց հեշտ ու արագ աշխատել ու լիքը գումար աշխատել բնականաբար, որովհետև որքան արագ արեցիք, այնքան քիչ կհոգնեք, այնքան շատ հաճախորդի ժամանակ կունենաք, հետեւաբար ավելի շատ գումար կկարողանաք վաստակել։ Վերցնում ենք այս կուրսը մարտի 1-ից սկսում ենք, եթե մարտի 1-ից չեք հասցնի, ապրիլի 1-ից ենք սկսում ու առհասարակ ամեն ամսվա 1-ից մասնակցում ենք այս 2 ամսյա կուրսին, որի համար վճարում եք ընդամենը 25000 դրամ ու ստանում եք լիքը թույն գիտելիքներ։